դրված չէր, հա, իդեալականացնելու ամեն ինչը, որ ասենք մենք պետք է մի հատ որոշենք պատգամավորի իդեալական կերպար ու բոլորը պետք է համապատասխանեն այս կերպարին, ասենք ինկուբատորից դուրս եկած կերպարներ պետք է լինեն։ Բայց սխալվել եք այդ հարցը։ Դուք շատերին եք տվել լծակներ, իշխանություն, որոնք ձեր վրա ցեխ են շպրտել ու դուք թիկունք եք պահել։ Դուք պահել եք, դուք ձեր թևերը թռում եք վրեքներ ու ասում եք։ Այդ ճիշտ եք ասում, մենք մինչև այսօր ենք դա այդպես անում։ Մինչև այսօր։ Շատերը շատերը մեզ լքեցին գնացին, բայց միևնույնն է, մենք մինչև այսօր ենք իրենց բանանում, հա, թույլ չենք տալիս, որ ասենք բանանենք որևէ քննադատության թիրախ դառնան մարդիկ։ Չնայած որտեղ ճանապարհ եք անցել հետները։ Որտեղ ճանապարհ ենք անցել, որտեղ այդ մարդիկ էլ վաստակ ունեն, այնպես չի որ չունեն։ Բայց վաստակ ունենալ չի նշանակում օրենքներ խախտել ու մնալ անպատիժ, ներել նրանց ամեն մի սխալները։ Համաձայն եմ, դա էլ մեր սխալներն է եղել, դրա համար որ ասում ենք մենք էլ ենք ունեցել սխալներ, բաստողումներ, կենցաղի վրա պետք է այդ սխալները նաև թվենք, չէ՞, այո, ձեր ասած այդ թվարկածնից մեր սխալներից ամենամեծը իմ կարծիքով եղել այն, որ մեզ իշխանության տարիներին ինչու մասը զրպարտում էին, մենք ասում ենք դե լավ, թող խոսեն, ինչու թող ասեն, ասենք ինչ խնդիր է։ Օրինակ ո՞րն է եղել ամենամեծ զրպարտությունը, որ հանդուրժել եք հիմա զղջացել։ 50-50-ները։ Հա, Սաշիկի փայ մտնելը, հայտնի թեզ։ Օրինակ, չգիտեմ, կարմիր գծերը էսա, ձեր ջեբն է մտնում, Սաշիկի գրպանն է մտնում։ Կոռուպցիայի այսպես ահագնացած մակարդակ։ Ճամպրուկով Բաղրամյան 26 փոխտաները։ Այո, սա այդ բոլորը այդ ինչ որ հորինվածքները բան էին անում, ի վերջո տարիների ընթացքում մարդկանց գիտակցում որ Արցախը ծախում են հանրապետ պատկերացնում եք, ասեք մեզ էին դա ասում։